Ողջույն սիրելիներ, բարի գալուստ իմ ալիք, տեսեք թե ինչ նվեր եմ ես ստացել իմ բաժանորդուհու կողմից, չեք պատկերացնի ինչ անբացատրելի զգացումներ ունեմ ու էմոցիաներ ես այս պահին, նվերը եկել է ինձ մոտ Լեհաստանից, արդեն տեսնում եք բավականին երկար ճանապարհ է անցել, բայց այնուհանդերձ կարևորը տեղ է հասել։ Հիմա կբացեմ միասին եւ կուսումնասիրենք այն զարդերը, որը նվիրել է ինձ իմ բաժանորդուհին։ Սա առաջի այս ձևով նվերն է ինձ, շատ ուրախ եմ, որ նման մարդկանց հետ եմ ծանոթացել YouTube-ի կողմից, չեք պատկերացնի ինչ խաղաղ էմոցիաներ են հիմա իմ մեջ կուտակված, այլ բան է, երբ դու ես քո համար զարդեր ընտրում, այլ բան է, երբ քեզ նվիրում են, սա իսկապես մեծ անակնկալ է եւ անգարնե ջան, քո բարությունը, քո առատաձեռնությունը թող հետ վերադառնա քեզ, անչափ շնորհակալ եմ քեզ սիրելիս։ Հիմա կբացենք միասին սիրելի բաժանորդներ եւ կնայենք, կտեսնենք, թե ինչ զարդեր է ինձ ուղարկել Նարինեն, բայց ասեմ, որ իմ բաժանորդներից շատերը, բոլորը մեծ էսթետներ են ու զարդասեր, մեծ մասամբ շատերը ունեն իրենց կոլեկցիան, փաստորեն այստեղ հավաքվել ենք համախոհներով եւ ոչ միայն ես եմ ցուցադրում իմ կոլեկցիան, հիմա կնայենք նաեւ իմ բաժանորդուհու կոլեկցիայից մի մասը, որը սիրով նա նվիրել է ինձ։ Դուք պատրաստ եք, դե գնացինք։ Վաու, ինչպիսի հոգատարություն, ինչքան խնամքով են փաթաթված այս զարդերը, կոկիկ, դասավորված փաթեթում, հիմա նայենք հերթով, ինձ էլ է շատ հետաքրքիր սիրելիներ, նայենք տեսնենք ինչեր է պատրաստել ինձ համար Նարինեն։ Հուզմունքից ձեռքերս դողում են, նույնիսկ իմ ձեռքի տակով շատ զարդեր են անցել, բայց չեք պատկերացնի, մի այլ բան է, երբ քեզ սիրով նվիրում են։ Վաու, c'est chic։ Ինչ հետաքրքիր է։ Ականջողեր են։ Շատ նրբիկ։ Սա ինչ է։ Սա էլ է ականջողեր։ Մի քիչ տարբեր են։ Մեկը կնվիրեմ աղջնակիս, մյուսը ես կկրեմ։ Շնորհակալ եմ Նարինե ջան, ինչ նրբիկ զարդեր են։ Արդեն հետաքրքիր է շատ։ Հա, այստեղ ոնց որ էլի զարդ կա, հա, ճիշտ է, ինքը ինձ զգուշացրել էր, որ ուշադիր նայեմ։ Մանրակրկիտ։ Օ, ինչ գեղեցիկ ականջողեր են։ Այնքան եմ սիրում ես այս գույնը։ Արկա է սադաֆից էլեմենտներ, սա էլ սարն է, կարծես բնական լինի։ Ուսումնասիրեմ դեռ ես սա ինչ է։ Ու ինչ գեղեցիկ կլիպսներ են, էքստրաորդինար։ Արվեստի գործ, այնքան եմ սիրում աբստրակտ զարդեր, չեք պատկերացնի։ Եղունգներիս հետ էլ տեսեք ինչպես է սազում։ Ես մեծ հաճույքով կկրեմ այս ականջողերը, ինձ անչափ դուր եկավ, սա իմ ոճն է եւ իմ գույները, կատնագույն, ցիկցինային երանգ, կապույտ, շատ եմ սիրում այս գույները, ինչպես է նա կրահել։ Հետաքրքիր է։ Հուզմունքս դեռ շարունակվում է, սիրտս արագ է բաբախում։ Չեք պատկերացնի ոնց է կրահել նա իմ նախասիրությունները, այսինքն ոչ թե կրահել է, հետևում է ինձ եւ երևի թե արդեն ընդհանուր առմամբ կարծիք է կազմել իմ մասին, թե ես ինչ զարդեր կկրեմ։ Վստահ եմ, որ նա ինքն էլ սիրով այս զարդերը կկրեր, պարզապես ուզեցել է, որ հենց ես ունենամ այդ զարդերը։ Ինչ հետաքրքիր անակնկալ է ու ինչ գեղեցիկ ձևով մատուցված, ապրես Նարինե ջան։ Ճիշտն ասած, երկար բանակցություններ էր նա վարում ինձ հետ, որ ես փոխանցեմ իմ հասցեն, ես չէի ուզում դա անել, մտածելով, որ կարիք չկա մարդուն նեղություն տալ կամ անհանգստություն պատճառել, բայց հասկանում եմ, որ այս էմոցիաները իսկապես արժեր այդ ամենը։ Նայեք ինչ գեղեցիկ մատանի է եւ ես գիտեմ, որ սա նա իմ աղջնակի համար է ուղարկել։ Վստահ եմ, որ նրան շատ դուր կգա, սիրելի, շնորհակալ եմ անչափ։ Հիմա տեսնենք այստեղ էլի զարդեր կան, բոլորը խնամքով փաթեթավորված։ Ու սա էլ է աղջնակիս համար, եւ սա շատ հարմար տարբերակ է այսպիսի փոքրիկ բրոշներ ասեմ, կլիպներ ասեմ, նույնիսկ վերնաշապիկի օձիքին կամ կոճակի պետլյային կարելի է կրել գորտը, ինչպես տեսնում եք, պուճուրիկ գորտ, սա էլ է անինը։ Հիմա տեսնենք ինչ հետաքրքիր զարդ է այստեղ ինձ սպասվում։
Սովորաբար ես կառավարում եմ իմ էմոցիաները, բայց հասկանում եմ, որ գնալով այն անկառավարելի է դառնում։ Օ, ինչքան գեղեցիկ բրոշ է սա։ Ես դեռևս կհասցնեմ հիանալ այս զարդերով, հետո ավելի մանրամասն նայելով, բայց հիմա շարժվենք առաջ։ Եվս մի փոքրիկ կծկանշան պաչիկ շուրթերի տեսքով հետաքրքիր է։ Արդեն անցնենք հաջորդ զարդին։ Ու այսքան շոտ չի սպասում, որ այսքան շատ զարդեր նա ինձ կուղարկի, բայց ոչ միայն սա ուշադրություն է, այլ նաև մեծ սեր իմ կատարած աշխատանքի եւ իմ հոբիի նկատմամբ, որովհետև ես իսկապես ֆանատ եմ զարդերի, շատ գեղեցիկ կատարում է։ Սա կլիպ է շարֆերի համար նախատեսված եւ ունի սերիական համար։ Զգացվում է, որ լավ ընկերություն է այն արտադրել։ Նարինե ջան, քո արտադրության համար շատ շնորհակալ եմ, որ դու ընտրել ես ինձ համար իսկապես լավագույն զարդեր։ Ու այսքան շատ։ Օ, սա ականջողի մեկ թայն է, այսինչ ճոխություն է այստեղ կատարվում։ Սա էլ երկրորդը, շատ ճոխական ջողեր են, սիրելիներ։ Ընտիր աշխատանք է, տպավորված եմ խորապես այս ականջողերով։ Բոլոր զարդերն էլ հետաքրքիր են, բայց տեսեք ինչ մեծ հսկայական կոլեկցիայի հատված է նա ինձ ուղարկել, սիրելիներ։ Այստեղ եւս խնամքով պահված մեկ զարդ, տեսնենք ինչ է սա։ Ուրեմն ականջողեր են, գեղեցիկ, նրբաճաշակ, տեսեք հուլունքների նախշազարդերը ժանյակային։ Եվ այսպիսի ականջողեր ես սիրում եմ, քանի որ կոնտուր է հանդիսանում պարանոցին եւ վիզուալ երկարացնում է պարանոցը։ Շքեղություն ուղղակի։ Եկեք նայենք հաջորդ զարդը, սիրելիներ, ինչ խնամքով է փաթեթավորված, ինչ գեղեցիկ տուփերի մեջ անցկացված, այսպիսի վերաբերմունք, շատ շնորհակալ եմ։ Իրոք, որ ամեն ինչ վերադառնում է, սիրելիներ, ես նման կերպով փաթեթավորում եմ իմ բաժանորդների համար եւ ահա վերադարձել է այն, ինչ ես ինքս եմ անում, սիրով փաթեթավորված, գեղեցիկ ճոխ զարդեր։ Վաու, c'est chic։ Այսինչ շքեղ ականջողեր են, Նարինե ջան։ Չես դադարում էլի ինձ ուրախացնել։ Հանում եմ, վերջ չունեն այս զարդերը, ընկերներ։ Ոնց կարելի է սենց բան։ Ինչ գեղեցիկ ականջողեր է, բայց այստեղ մի մարգարիտ ընկել է, վրայից ոչինչ ես կկպցնեմ։ Սա էլ հաջորդ նրբիկ ականջողերը։ Շատ նրբիկ են, իսկապես։ Երկար չեմ պահում հիանում, որովհետև ուզում եմ հաջորդ զարդերը տեսնել, բայց ես դեռ դրանք կուսումնասիրեմ հաստատ։ Եկեք տեսնենք այստեղ ինչ կա։ Հաջորդ զարդը նայենք։ Ինչ գեղեցիկ անուշիկ բրոշ է։ Առաջին հայացքից տեսնում ենք 4 բարոկական մարգարիտ, ծեծված դաջվածքով, մետաղին հաղորդել են ավելի մուգ երանգ, անտիկ զարդ ներկայացնելու համար այս բրոշը։ Ահա այսպիսին է ներսի հատվածը։ Փակ են կաստերը, դրա շնորհիվ մարգարիտները ամբողջական են մնացել, չեն վնասվել։ Եթե այս մասը, այս հատվածը բաց է լինում, խոնավություն է ներթափանցում եւ մարգարիտների պերլամուտրը վնասվում է, բայց տեսնում եք ինչքան իդեալական պահպանված վիճակ է։ Վաու, ինչ հրաշք զարդ, անտիկ, ձեռքի աշխատանք, եւ գիտեք ինչի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել, այս տեխնոլոգիան կոչվում է սախարնայե պակրիցիա։ Ոնց որ պեսոկ շախտված լինեն այս գլխավոր էլեմենտի եւ երբ որ ձեռք ես տալի, ահա այսպես, այդ ֆակտորան պեսոկի դու քո մատի տակ զգում ես, թեպետ չի քսվում քո մատի բարձիկներին այս հատվածին, բայց դու զգում ես ոնց որ պեսոկ ցանած լինի այդ էլեմենտի վրա։ Շատ հետաքրքիր տեխնոլոգիա է, որը կատարվել է նախորդ դարի առաջի կեսերին եւ այլևս չի կիրառվել այս տեխնոլոգիան։ Բայց տեսեք ինչպես է պահպանվել ու հասել մեր օրերը, մինչև հիմա ես դեռևս զգում եմ այդ հատիկները, շոշափելի է մատից տակ։
Ես դեռևս այս տեխնոլոգիայով որևիցե զարդ չունեմ եւ շատ հազվագյուտ զարդերի թվին է պատկանում, որովհետեւ շատ քիչ քանակությամբ կան այս զարդերից, մինչեւ մեր օրերը հասած, որովհետեւ հենց քիչ քանակությամբ էլ թողարկվել են այս զարդերը, չեմ ասի արտադրվել են, որտեղ արտադրությունը դա ավելի գործարանային է հնչում, թողարկվել, ստեղծվել, ավելի ճիշտ բառ է կարծում եմ, ստեղծվել է։ Եվ շատ ուրախ եմ, որ իմ կոլեկցիան համալրվեց նման էկզեմպլյարով, ունիկալ եզակի նմուշով, շատ գեղեցիկ ծաղիկներ են եւ տեխնոլոգիան շատ կարեւոր է ինձ համար, շատ էի լսել այս սախարնի տեխնոլոգիան, շաքարային տեխնոլոգիան, բայց երբևիցե իմ ձեռքի տակով չէր անցել։ Սա եզակի երևույթ է, երբ որևիցե զարդի տեսակ դեռևս իմ ձեռքի տակով չի անցել, դա նշանակում է, որ եզակի նմուշ։ Եվ եթե նայում ենք հետևի մասը, նույնպես երևում է, որ շատ հին աշխատանք է, մետաղի գույնից, դաջվածքից, այս զարդերը մինչև 1950-ականներն են թողարկվել նմանատիպ հիմքով զարդերը, որ այսպես օղակաձև են, այդ ժամանակաշրջանին է բնորոշ, հետպատերազմյան ժամանակաշրջանին։ Եվ կարծում եմ, որ սա ավելի վաղ աշխատանք է, նույնիսկ մինչ պատերազմական նախաշրջանում։ Շատ հետաքրքիր աշխատանք է, նախատեսված է որպես շարֆի համար աքսեսուար, բայց ես բնականաբար չեմ կրի այն, պարզ է, որ սա այս զարդը միայն կոլեկցիայի համար կարելի է պահպանել։ Շատ գեղեցիկ կատարում է եւ անզուգական տեխնոլոգիա։ Տեսնես ինչ են արել այդ Պագրիցյան, ինչպես են արել, որ այդքան տարիներ, տասնյակ տարիներ մնացել է այդ շաքարային Պագրիցյան իր վրա, ծածկույթը շաքարային։ Ճիշտ է, մատից չի քսվում այդ ծածկույթը, բայց կարծես ես ձեռք տամ ինչ-որ շաքարային մակերեսի։ Կարծես շաքարավազ ցանած լինի եւ կարծում եմ կադրում էլ է դա երևում։ Հետաքրքիր տեխնոլոգիա է, գաղափար չունեմ, դեռևս չեմ ուսումնասիրել, կարծում եմ գրականություն էլ չկա այդպիսին, որ իմանանք ինչ տեխնոլոգիա է դա, ինչ ծածկույթ է դա։ Շատ բաներ, ահա այսպես գաղտնի են մնացել, եւ երբ որ արդեն վարպետները չկան, չես կարող իմանալ ինչպես են արել։ Սերնդից սերունդ ճիշտ է փոխանցվել է, բայց շատ արհեստներ, որ արդեն հետագա սերունդները դադարում են կիրառել, ընտանեկան թեկուզ առհասարակ ժողովրդական մեթոդներ վերանում են, գաղտնիքը մնում է անհայտ, ահա այսպես։ Եթե հայտնի մնացած լիներ, կարծում եմ միգուցե ժամանակակից զարդերի վրա էլ կիրառեին այդ ծածկույթի տեխնոլոգիան, որտեղ հետաքրքիր է ամեն դեպքում։ Քանի որ շատ հին է, թեպետ նախատեսված է շարֆերի համար ու ֆունկցիոնալ է, տեսեք աշխատում է նույնիսկ։ Բայց ես կթողնեմ սա իմ կոլեկցիայում, չեմ կրի, քանի որ իսկապես անտիկ է։ Ահա այսպես սիրելիներ, այլևս տեղ էլ չեմ գտնում ես դասավորելու այս զարդերը։ Ինչքան սիրուն կլիպսներ են, նայեք։ Շատ գեղեցիկ են։ Այնքան գեղեցիկ զարդեր են, որ նույնիսկ ես իրենց չեմ կարող նախապատվություն տալ։ Առաջի, երկրորդ, երրորդ տեղեր, ահա այդպես չեմ կարող դա անել, որովհետև իսկապես շատ գեղեցիկ զարդեր են։ Հիմա տեսնենք այստեղ ինչ զարդեր կան։ Դարձյալ խնամքով, կոկիկ, փաթեթավորված, շատ հետաքրքիր օր էր այսօր ինձ համար, անակնկալներով լեփլեցուն ու այսքան շատ բոլորը միանգամից։ Օ, ինչ է սա։ Կարծում եմ գոտի է, սիրելիներ։ Կամ գոտի է, կամ վզնոց, բայց հավանաբար գոտի է, եւ պատկերացրեք ինչքան էինք մենք ուզում այս գոտիից ունենալ, այսպիսի գոտի ունենալ, որտեղ Հայաստանում ունեցել ենք, բայց այստեղ չէինք գտնում նմանատիպ գոտի։ Նարինե ջան, անչափ շնորհակալ եմ դու, այն որ ասում եմ попала в точку։ Հիմա սա երևի դուրս է եկել, ես ամրացնեմ կադրից դուրս ու միանամ ձեզ։ Սիրելիներ, ահա այսպիսի գոտի է, լյուցիտային կենտրոնական էլեմենտները իմ սիրած գույնի են, Tiffany գույները, մետաղը բրոնզագույն, ճիշտ այնպես, ինչպես ես սիրում եմ նմանատիպ գոտի, թողել էի Հայաստանում ավելի կլոր ֆորմաներով, բայց բրոնզագույն մետաղով, նախշազարդերով ու ուղղակի վրան չկար այս լյուցիտային էլեմենտները, բայց մոտիվը նույնն էր։ Այստեղ կա եւս մի փոքրիկ նվեր, իմ նապաստակի խորհրդանշով,
Փոքրիկ օճառիկներ են, անուշաբույր, զարմանում եմ որտեղից ես հայթայթել այս նվերը Նարինե ջան, զարմանալի ուշադրություն քո կողմից, Նարինե ջան, ինչքան հոգատարություն, ուշադրություն ես դու ու սեր ջերմություն դրել այս նվերի մեջ, մտածված նվեր, ամեն դետալը մտածված է քո մոտ, շատ հետաքրքիր է։ Գուբին էլ նվեր ունեցավ։ Գուբի, տես ինչ ունես, արի տես քեզ ինչ ա ուղարկել Նարինեն, արի փափլիկս։ Ինչ ունես Գուբի։ Տեսնում ես ինչ նվեր ես բաց։ Լավն է։ Ինքը չնայած իր թաթիկները լվացացնում է, ամեն առավոտյան ինքը իր եւ եւս մեկ հուշանվեր մագնիտ ծառնարանի համար, սա արդեն իրենց ռեգիոնին խորհրդանշական մագնիս է, որտեղ որ նա ապրում է, 7 գույներով։ Սա էլ գնաց սառնարանին։ Ահա այսպես։ Իսկապես ես ցնցված եմ, ես շատ ուրախ եմ այս նվերների համար, նույնիսկ չեմ կարող նշել որոնք են իմ ֆավորիտները, բոլորն էլ ինձ շատ դուր եկան, շատ գեղեցիկ զարդեր են, ճաշակով ընտրված զարդեր, էսթետիկական մեծ ճաշակ ունեցող անձի կողմից, հրաշալի նվեր ուղղակի, անմոռանալի պահեր են, իրոք նվիրելը իսկապես լավ բան է, որովհետև դու անմոռանալի պահեր ես նվիրում դիմացինին, այնպես որ Նարինե ջան, եւս մեկ անգամ շատ շնորհակալ եմ։ Սիրելի բաժանորդներ, գրեք ձեր տպավորությունների մասին նույնպես, թե որ զարդերը ձեզ դուր եկան, ինձ դուր են եկել բոլորը, նույնիսկ չեմ էլ կարող առանձնացնել, թե ավելի շատ որ զարդը ինձ դուր եկավ, անընդհատ ուզում եմ դիպչել, նայել, որքան սեր ու ջերմություն կա այս զարդերի մեջ դեպի ինձ ուղղված։ Դե ինչ սիրելիներ, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, թողեք ձեր կարծիքները այս զարդերի վերաբերյալ, ես վստահ եմ, որ բոլորիդ դուր է եկել այս ամենը, բոլոր զարդերն շատ գեղեցիկ են, կհանդիպենք շատ շուտով, ցտեսություն, մինչ նոր հանդիպում։